Փաշինյանն ասում է, եթե իրենք չընտրվեն սեպտեմբերին, պատերազմ է լինելու։ Թող ելնի։ Ինչու է ըստ ձեզ վախեցնում Փաշինյանը եւ արդյոք Թող դուք այն ելնի։ մարդն եք, որ այդ ձեզ հետ կարող այս լեզվով խոսել։ Չի կարա պատերազմ լինի։ Եթե կլինի, հայը միշտ պատերազմ է եղել եւ միշտ էլ մեր ազգը հերոս ազգ է։ Քրիստոնյա ազգ է։ Աստված միշտ մեզ հետ է։ Նախկինը ես չեմ վախենում, նախկինը նման, որովհետեւ ջերմուկի վրա որ հարձակվեցին, մեկը ես էի, որ մնացել է այստեղ, ոչ միտեղ չէի գնացի, զենք էի ման գալի, որ մտնեն, մեկին խփեմ, տղայիս վրեժն առնեմ։ Իսկ իր հայտարարությունը բացարձակ նախընտրական 21 թվականի կրկնություն անում ժողովրդի մոտ վախ առաջացնում։ Այդ նշանակում է ինձ ընտրեք, որ կռիվ չունի, մեկը կռիվ ալնելու է, դու հողերը տալիս ես, կռիվ չես անում ժամանակավոր, որ ինչ։ Ճիշտ է, այդ ղեկավարի խոսքը, եթե ինձ չընտրեք, կռիվ է սկսվելու։ Եթե ընտրեք էլ մեկը էլի կռիվ է սկսվելու, հետո Ես վախեցող չեմ, ոչ պատերազմից, ոչ էլ բան, Փաշինյան դու ինձ ոչ մի բան չես։ Եկել էր ասում մեկը, որ եթե չընտրվեն պատերազմա լինել, yani քիչ պատերազմել, ջահելները դա կոտրվեցին։ Ո՞մ անտեր երեխեքը մեծանում են առանց հորը։ Ախիշ պատերազմը սպանելու, ով անդեմ պատերազմելու։ Արդեն պատերազմ բրձել մնացել այս Արևմտյան Հայաստանն է տակ բրձենիքն Արևմտյան Ադրբեջանը։ Կարծում եմ, որ այդ շանտաժը ոչ մի լավ բանի չի հանգեցնել։ Այսինքն Ալիևի հետ պայմանավորվել էր, հա, որ ինքը չլինի պիտի պատերազմ լինի։ Ոչ, հենց առաջի օրը ինքը սա իմ գրասենյակն է, սա զուգարանը, всё ինձ հասկանալի է դարել ինքով է։ Ախ, ոնց եկա պատերազմը սկսվավ։ Այսքան բարիով է պատերազմը։ Իրանց վախտը դասավորել է։ Բայց ինչու է շանտաժանում։ Չիմանամ։ Նա չանա, եկա արդեն Հայաստանի տեսքով է։ Ամր շանտաժը ո՞րն է, եթե պատերազմ կլի, թոլի, պատրաստեն կռվելու, չլի ավելի լավ։ Ես մինչև նահատել ծառայում եմ, ես հմիել եմ ծառայում։